Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սա նաև կարևոր է բնականաբար այն իմաստով, որ հարկերի հավաքագրումը բավականին դրական միջավայր է ստեղծել նաև մեր բյուջետային աշխատանքներում եւ մենք որևէ խնդիր չենք ունեցել մեր ծախսային պարտավորությունները իրականացնելու համար, ավելին մենք ունեցել ենք սպասվածից ավելի փոքր դեֆիցիտ, մոտավորապես կարելի ասել, որ 1%-ային կետով առնվազն ավելի փոքր դեֆիցիտ ենք ունենալու 25 թվականին, հիշեցնեմ, որ մեր պլանավորված դեֆիցիտը 5.5% էր եւ բնականաբար սա իր դրական ազդեցությունն է ունենալու նաեւ պարտքի վրա, որովհետեւ եթե մենք պլանավորում էինք պարտքը 2025 թվականի վերջին կանցնի 50%-ից, ես խոսեմ կառավարության պարտքի մասին, ապա ամենայն հավանականությամբ մեր հաշվարկներով կառավարության պարտքը մոտ կլինի 48.7%-ի, հիշեցնեմ, որ անցած տարվա 24 թվականի ավարտով կառավարության պարտքը 48% էր։ Սա բնականաբար նաև իր դրական ազդեցություններն է ունենում մեր պարտքի սպասարկման վրա, ընդհանուր շուկայի միտումների վրա, որի մասին ես էլի կխոսեմ։ Սա ազդեցություն է ունենում նաև մեր պարտքի տոկոսների վրա, այսինքն մեր կողմից թողարկված գանձապետական պարտատոմսերի եւ միջազգային շուկաներում մեր արտարժութային պարտատոմսերի տոկոսադրույքների վրա եւ ուրախ եմ արձանագրել, որ մենք ունենք պատմականորեն ցածր ռիսկի հավելավճար այս պահին, օրինակ, եթե 2025 թվականի մարտ ամսին, երբ որ մենք թողարկեցինք 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդեր, դրա տոկոսադրույքը 7.1% էր եւ այդ 7.1%-ի մեջ ռիսկի հավելավճարը 2.86% էր, ռիսկի հավելավճարը դա այն գումարն է, որը պետությունները վճարում են այս կամ այն խնդիրներ ունենալու համար, այսինքն ձևավորվում է այն տոկոսադրույքը, որը ավելանում է սովորաբար ամերիկյան նույն ժամկետայնությամբ տոկոսադրույքների վրա, եւ այդ տոկոսադրույքը կազմում էր 2.86% կամ 286 բազիսային կետ, արդեն 2026 թվականի հունվարին այդ տոկոսադրույքը իջել է 196 բազիսային կետ կամ 1.96, սա նշանակում է, որ օրինակ, եթե այսպես ապրիորի վերցնենք, եթե մենք այսօր թողարկեինք այդ նույն եվրոբոնդը, որը թողարկել էինք մարտ ամսին, ապա դրա տոկոսադրույքը այլ հավասար պայմաններում կլիներ 0.9%-ային կետով ավելի ցածր։ Բնականաբար սա ուղղորդվում է ինստիտուցիոնալ փոփոխություններով եւ մեր կարողությունների զարգացման ֆինանսների նախարարությունում, որտեղ մենք կատարելագործում ենք մեր աշխատանքի մեթոդաբանությունը, վերլուծական կարողությունները եւ սա հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել, ավելի ճշգրիտ աշխատել, ավելի արագ աշխատել շուկայի դինամիկ զարգացումներին ընկելու համար։ Ենթադրում եմ, որ պարտքի մասին հարցեր կլինեն եւ այդտեղ ավելի մանրամասն կարող ենք պարտքի մասին խոսել։ Ես արդեն ինձ թվում է հիմնական ցուցանիշները հասցի, մի բան երևի այստեղ կհավելեմ, որ լավ նորությունը նաեւ այն է, որ մենք սպասում ենք պարտքի սպասարկման ծախսերի պլանավորվածից ավելի ցածր մակարդակ, այսինքն այն ինչ որ դրել ենք 2026 թվականի բյուջեով որպես պարտքի սպասարկման գումար
ամենայն հավանականությամբ կունենանք դրանից ավելի ցածր մակարդակ, սա պայմանավորված է նրանով, որ մենք տեսնում ենք, արդեն խոսեցի շուկայի դրական զարգացումների մասին, ոչ միայն միջազգային շուկաներում, այլ նաև Հայաստանում, օրինակ, եթե մենք 2024 թվականին 10 տարի տևողությամբ գանձապետական պարտատոմսերը թողարկում էինք 9.6% տոկոսադրույքով, ապա մեծ ուրախությամբ արձանագրում եմ, որ 26 թվականին տեղի ունեցած առաջին արդյունքով այդ նույն տոկոսադրույքը եղել է 8.0.9։ Սա շատ դրական փոփոխություն է, որը իհարկե մի կողմից պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում դրամային լիկվիդայնության մեծացմամբ, բայց մյուս կողմից նաև պայմանավորված է նրանով, որ Հայաստանով շարունակում են հետաքրքրություն ունենալ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները եւ իրենք մասնակցում են նաեւ մեր տեղական աճուրներին, դրանով իրենց դրական ազդեցություն ունենալով մեր տոկոսադրույքների վրա եւ սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել ենք, որ պետք է ջանքեր գործադրենք Հայաստան օտարերկրյա ներդրողներ ներգրավելու նպատակով եւ սա ըստ էության տեղի է ունենում, այս պահի դրությամբ մեր պարտատոմսերի մեջ նրանց մասնաբաժինը հասել է 7%-ից ավելին է, եթե նախկինում դա 1%-ից նույնիսկ ցածր էր։ Մի քանի բառ ուզում եմ ասեմ բյուջեի կատարողականի նախնական ցուցանիշների վերաբերյալ, որտեղ եւս ունենք շատ դրական զարգացումներ։ Մենք կարողացել ենք 24 թվականի համեմատությամբ ունենալ 306 միլիարդ դրամի ավել եկամուտներ եւ 350 միլիարդ դրամով ավելի ծախսեր։ Այստեղ հատկանշական է այն, որ մենք շարունակում ենք կապիտալ ծախսերի ավելացման մեր քաղաքականությունը եւ կարողացել ենք 151 միլիարդ դրամով ավել ծախսել կապիտալ ծախսերի գծով։ Այստեղ պետք է նշեմ, որ Պաշտպանության նախարարության գծով կապիտալ ծախսերը ավել են եղել 86 միլիարդ դրամով եւ կազմել են փաստացի 419 միլիարդ դրամ, այսինքն 1 միլիարդ դոլարից ավելին եւ ուրախալի է նաև այն, որտեղ սովորաբար մենք ունեինք խնդիրներ մեր տեղական առանց պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերի, այսինքն տնտեսական բլոկում կապիտալ ծախսերի իրականացման գծով ուրախալի է, որ այստեղ ունենք եւս բարելավումներ, օրինակ եթե անցած տարի ունեինք 63% կատարողական առանց ՊՆ-ի եւ առանց միջազգային կառույցների ֆինանսավորող կապիտալ ծախսերում, այստեղ բարելավում ունենք եւ 81.7%-ով ավել ենք ծախսել կամ 70 միլիարդ դրամով ավելին ենք ծախսել։ Այստեղ բնականաբար ամենազգալի ազդեցությունը ունի դպրոցաշինության մեր ծրագիրը, որտեղ բավականին մեծ աշխատանքներ ենք իրականացնում, բավական լայն թափով եւ շատ ուրախ եմ, որ շինարարական ոլորտը կարողացել է արձագանքնել մեր պահանջարկի այսպիսի մեծ ավելացմանը եւ ապահովել այսպիսի կատարողական։ Մի քանի բառ կուզենայի ասել նաև հարկային քաղաքականության վերաբերյալ, որը մենք իրականացնում ենք։ Ըստ էության մենք շարունակել ենք մեր աշխատանքը կառավարության ծրագրով նախանշված ուղղություններով։ Այստեղ մի քանի փոփոխություններ են եղել, հիմնական փոփոխությունը վերաբերվում է ինտերնետ շահումով խաղերի տուրքի բարձրացմանը
Եվ 2025 թվականին այս մասով այս տուրքի բարձրացման կրկնապատկման ըստ էության հետևանքով մենք ունենք 23.5 միլիարդ դրամի եկամուտներ, որը մոտավորապես 10.5 միլիարդ դրամով ավելին է, քան 24 թվականին, եւ փոփոխություններ են կարել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգում, այն ավելի մատչելի ենք դարձրել, բնականաբար աշխատանքները այս համակարգի կատարելագործման ուղղությամբ կշարունակվեն դեռ տևական ժամանակ, մինչև մենք սա դարձնենք սովորություն բոլորիս համար, այս հայտարարագրումը իրականացնելու նպատակ ունենք ապագայում ընդլայնել նաև սոցիալական կրեդիտների համակարգը, համահունչ կառավարության առաջնահերթություններին, բացի դրանից գիտեք նաև, որ ուժի մեջ են մտել որոշակի փոփոխություններ, որոնք կապված էին շրջանառության հարկի համակարգի հետ, եւ մեր կարծիքով մենք այս համակարգը դարձրել ենք ավելի արդար եւ տեսնում ենք, որ փաստացի տվյալները վկայում են այն մասին, որ այն ենթադրությունները, որ մենք ունենք այս փոփոխությունները անելուց փաստացի հիմնավորվել են, այն իմաստով, որ մենք չենք տեսնում էական հարկային բեռի բարձրացում շրջանառության հարկ վճարողների մոտ, փոխարենը տեսնում ենք փաստաթղթավորված ծախսերի էական մեծացում, ինչը նշանակում է, որ խոշոր ավելի ընդհանուր հարկման համակարգում գտնվող կամ խոշոր հարկ վճարողների մոտ հասույթները ավելի ճիշտ են արձանագրվում եւ այստեղ սրանով է նաեւ կարծում եմ պայմանավորված այն ընդհանուր աճը հարկերի հավաքման գծով, ինչը որ ունեցել ենք 2025 թվականին, գաղտնիք չէ նաեւ, որ հիմա մենք հարկային քաղաքականության հայեցակարգի վրա ենք աշխատում եւ հույս ունեմ, որ առաջիկայում կարողանանք այն ներկայացնել հանրության եւ մասնագիտական շրջանակների դատին, կարծում ենք, որ այն ժամանակից հետո, երբ ընդունվել է այսօրվա հարկային օրենսգիրքը, էական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում, թե տնտեսական առումով, թե քաղաքական առումով, թե ընդհանրապես հարկ վճարելու մշակույթի հետ կապված պետություն, քաղաքացի կամ տնտեսվարող այս հարաբերություններում են էական փոփոխություններ եղել եւ մեր կարծիքով սա առնվազն ինչ որ մի ձևով պետք է նաեւ արտացոլվի հարկային օրենսգրքի մեջ, եթե իհարկե այնտեղ կան համակարգեր, որոնք մեր կարծիքով ճիշտ են գործում եւ դրանք համահունչ են թե մեր տնտեսական զարգացումներին, թե միջազգային զարգացումներին, այնուամենայնիվ կարծում ենք որոշակի հարցեր կան, որոնց պետք է մենք անդրադառնանք, դա կվերաբերվի նաեւ փոքր, միջին ձեռնարկատիրության հետ կապված հարցերին, որտեղ կարծում ենք տեղ կա ավելի պարզեցնելու, ավելի դյուրին դարձնելու, մատչելի դարձնելու եւ այսպես համապատասխանության ծախսերը կամ անգլերեն ասած compliance cost-ը փոքր ձեռնարկությունների համար նվազեցնելու, որպեսզի իրենք կարողանան կենտրոնանալ իրենց հիմնական գործառույթների վրա եւ շատ մեծ ժամանակ եւ ռեսուրսներ չծախսեն հարկային հաշվետվություններ կամ հարկային քաղաքականությանը սպասարկելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, եթե ամփոփեմ խոսքս, կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության զարգացումը շատ կայուն եւ հաստատուն է եւ մեր բոլոր ֆինանսական ցուցանիշները այդ կայունության տիրույթում են, այսօր կարող եմ ասել, որ մենք ավելի քան երբևէ, այսինքն վերջի ես 3 տարի է ինչ աշխատում եմ այս պաշտոնում, վստահ ենք, որ մեր քայլերը, որը մենք անում ենք, ավելի հաստատուն են եւ տանում են դեպի ավելի
այսպես մեծ զարգացումների եւ մեր կարողությունները, մեր գիտելիքները եւ մեր ունակությունները պետք է այսօր համապատասխանեցնենք այն ապագա զարգացումներին, որը տեսնում ենք, որոնք արդեն տեղի են ունենում եւ տեղի ունենալու ապագայում եւ բնականաբար պետք է այս օրակարգը կարողանանք մեծ պատվով եւ հաջողությամբ սպասարկել ի բարօրություն մեր քաղաքացիների եւ մեր պետության զարգացման։ Եվ այստեղ կանգառնեմ եւ սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։